Հետաքրքիր է, էլի, որ մի գործը, մանր եղջերավոր անասունների արտահանման գործը լույս աշխարհ է եկել երկու մարդկանց զրույցի արդյունքում, բնականաբար իրավապահմանները չէին կարող չարձագանքեին, ովքեր ծանր հանցագործության համար արդեն դատա գնում, ինչպես ասեց Տիկին դատախազը, ես գիտեի նախաքննական փուլումը, դատա գնում, եւ մենք կարդացել ենք, լսել ենք, գրքերից ենք իմացել, թե մարդիկ նեղ վիճակում ինչ ցուցմունքներ կարող են տալ, եւ դա բերում են այստեղ, որպես արդարադատության մի հատ խորհրդանիշ սիմվոլ են ներկայացնում։ Տիկին դատախազը այնպես ջերմությամբ է խոսում Արամ Մկրտչյանի մասին, ով 5 տարի ազատազրկման է դատապարտել 2011 թվականին խարդախության հոդվածներով, ով այսօր գտնվում է դատական գործընթացների մեջ, ով Հայաստանը լքել է բաց դռների արդյունքում, մտածելու բաներ չկա ստե, լիքը մտածելու բաները։ Արամ Մկրտչյանի հետ կապված գործ այդ $23,000 ենթադրյալ գործը, գրողը տանի, ոնց է, մի հատ ուղիղ ցուցմունք չկա։ Եվ այդ մարդը ստեղ չի, ոնց է արդարադատություն իրականացնելու, Հայկ Նազարյանին ասել է, ձայնագրություններ, տեսագրություններ, այսպես խորհրդավոր ձևով, ինքը խոսացել է, ձայնագրել է, ուղարկել է, դա անուղղակի ցուցմունք է, դուք ո՞նց եք հիմք ընդունում, ես չէ իրավաբան լինելով անհանգստանում եմ։ Իմ դեպքում, որ այդպես է տեղի ունենում, շարքային քաղաքացիների հետ ինչ կլինի։